Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը պոլիտիկեմի YouTube-յան ալիքի եթերում։ Այս պահին ես զրուցել եմ քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ։ Շնորհակալ եմ պարոն Ղազարյան ներավերն ընդունելու համար։ Մինչև գանք այն խոսակցություններին, այն թեմաներին, որոնց վերաբերյալ դուք այսպես առանցքում եք խոսքը impeachment-ի մասին, մենք խոսենք եկեղեցու շուրջ տեղ ունեցող գործընթացների մասին, որն այս պահին իհարկե առաջին պլան է եկել, եկեղեցին շարունակական հարձակումների է ենթարկվում Նիկոլ Փաշինյանի կողմից եւ նաեւ դրսեւորվում է հանցավոր անգործություն կամ հանցավոր գործունեություն պետական ինստիտուտների կողմից, այսինքն կարգալուծ եղած քահանան զավթել է առաքելական Սուրբ եկեղեցուն պատկանող եկեղեցին շինությունը եւ բան արել, բանալները փոխել է, թույլ չտալիս այլ հոգեվորականների մտնել։ Հիմա ինձ հետաքրքիր, դուք էլ դիվանագետ եք, ինչ է լռում արևմուտքը, որը հանի դրոշը ժողովրդավարության, մարդու իրավունքների, խղճի ազատության, դրոշը ձեռքին, բոլոր երկրների ներքին գործերին խառնվում է կամ փորձում է խառնվել, Վերջը Հայաստանը պետություն է, որը խղճի ազատության այն կոնվենցիային միացավ, չէ, Ամերիկայի կողմից հրավիրված համաժողովին, որը հիմնականում Չինաստանի դեմ էր եւ Իրանի դեմ, Ինչ է կատարվում եւ արդյոք մենք կարող ենք համարել, որ եկեղեցու դեմ, հայ առաքելական եկեղեցու դեմ ընթացող այս գործընթացը վայելում է հավաքական արևմուտքի աջակցությունը, խնդրեմ։ Ես կարծում եմ, որ դա ոչ թե ավելի շուտ արևմուտքի աջակցության դրսևորում է, այլ ավելի շուտ ադրբեջանա-թուրքական պահանջ է։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին Թուրքիայի անվտանգության դոկտրինով համարվում է որպես Թուրքիայի անվտանգության համար սպառնալիք ներկայացնող կազմակերպություն։ Որովհետև Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին համահայկական կազմակերպություն է, այսինքն ինքը Հայաստանակենտրոն է, բայց սփռված է ամբողջ աշխարհում։ Եվ հեղինակություն վայելող կազմակերպություն, այսինքն որ երկրում, որ հայ առաքելական եկեղեցին գործում է, այդ երկրի եւ հասարակության եւ իշխանությունների մոտ հարգանք հավայել, հեղինակություն է եւ որոշ դեպքերում նաեւ ազդեցություն ունի։ Ու դրա հետ միասին Հայաստանյաց առաքելական եկեղեցին հանդիսանում է ցեղասպանության գաղափարի ճանաչման եւ դատապարտման ջատագովը, առավել եւս 2015 թվականին, երբ որ սրբադասվեցին նահատակները, որպես սրբեր են հիմա համարվում եկեղեցու, այսինքն հավիտյան այլևս եկեղեցին նրանց ոչ միայն հիշատակը հավերժացնելու, այլ նրանց բարեխոսությանն է դիմելու իր աղոթներում։ Դա հավիտենական մոտեցում է։ Իսկ Թուրքիայի համար խիստ վտանգավոր է, առավել եւս որ հայ եկեղեցին դա ինքնաբավ կազմակերպություն է, նաեւ ֆինանսապես ու նյութապես նախ հարուստ է, կախված չէ պետությունից։ Ոչ մի պետությունից, նա Հայաստանի կառավարությունից էլ կախված չի։ Ու նաեւ մեծ հարստություն է տնօրինում։ Մենակ Երուսաղեմում հայ եկեղեցուն պատկանող սեփականության նյութական արժեք անգնահատելի է, չեմ ասում ամբողջ աշխարհում այդ եկեղեցական շինությունները, բաները, դրանք փող մեծ հարստություն է։ Ու Նաև դա իրան ինքնուրույնություն է տալի ցանկացած իշխանությունից կախվածության։ Հիմա իրանք Հայաստանի իշխանությունների ազդեցություն կարողանում են բանացնել, բայց եկեղեցին բնականաբար իրանց ազդեցությունից դուրս է, որովհետև Հայաստանի իշխանության ազդեցությունից էլ է դուրս։ Դրա համար խնդիր են դրել Հայաստանի իշխանությունների առաջ վերացնելու այդ եկեղեցին։ Իսկ ցանկացած երկիր իր անվտանգային սպառնալիք հանդիսացող անհատներին, կազմակերպություններին, պետություններին վերացնում է, չէ՞։ Օրինակ Թուրքիայի համար անվտանգային սպառնալիք էր նաև քրդական բանվորական կուսակցություն, որպես կազմակերպություն, որը գնաց լուծարման։ Ինչի ոնց եղավ, սկզբից Օջալանին բռնեցին, չէ, բանտարկեցին, ֆինանսավորման ուղղությունները խափանեցին, վերջում էլ ասին զենքը վայր դրեք, Օջալանը կոչարել, որտեղ սպառնալիք էր։ Հիմա եկեղեցու պարագայում էլ ասում են կաթողիկոսին ոչնչացրու, հոգևոր բարձրաստիճան դասը վերացրու, թող մնա ամուսնացյալ քահանայով բանով պաշտոնակատար, ինքը ասում է, չէ, մեխանիզմներ, Եվ ինչպես Օջալանի դեպքում էլ պատանդ վերցրել են սրբազանների, ասում են։ Ու կաթողիկոսին, ասենք իր հիմա ակնհայտ խոցելի է, չէ, ակնհայտ է, որ իր դեմ էլ այդ process-ը տեղ արդեն հաղորդում են տվել գործը սկսել նման։
Ու սա ժամանակագրորեն որ նայում ես, դա Նիկոլ Փաշինյանի ի սկզբանե նպատակադրումների մեջ չի եղած, այսինքն 2018 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխության մեջ sense նպատակադրումներ չկային, չնայած նույն կաթողիկոսներն, նույն սրբազաններն էին, չէ՞։ Հələ հակառակը, այն սրբազանները, որոնք այսօր բանտում են, 18 թվին իրեն աջակցություն են ցուցաբերել։ Եվ Բագրատ Սրբազանը եւ Միքայել Սրբազանը նույնիսկ հրապարակային խոսքում են աջակցություն ցուցաբերել, ոնց որ հազարավոր տասնյակ հազարավոր շատ մարդիկ, ովքեր որ փորձել են ազնվություն տեսնել այդ process-ների մեջ, հետո են հասկացել, որ դա մեծ խարդավանք ու խարդախություն է ու դուս են եկել դրա դեմ պայքարի։ Ու ինքը ասեմ ի սկզբանե դա իր նպատակների մեջ չի, այդ նպատակները ձևավորվել է ավելի կոնկրետ, հատկապես 25 թվականի մայիսից։ Ժամանակագրություն կա, չէ՞, երբ սկսեց այս process-ը։ Նիկոլ Փաշինյանի առաջի հրապարակային խոսքը Ազար, այստեղ ձեր խոսքերը ներողություն, ես էլ եմ գալիս այն համոզման, որ Փաշինյանը չգիտի վաղը ինչ է անելու, ինքը հրահանգներ է ստանում։ Եթե հիշում եք, կար քննարկում, այսինքն այդ սորոսական շրջանակները քննարկում են Սամանդրական դատարանի հարցը, Հրայր Թովմասյանի հարցը, Հրայր Թովմասյանի ներկայությամբ Արադ Միրզյանը հերքում էր, որ իրանք նման օրակարգ ունեն։ Ինքն էլ գնաց ազգային ժողով։ Մի քանի ամիս հետո, այո, մի քանի ամիս հետո իրենք բան արեցին, այդ օրակարգը առաջ բերեցին, այսինքն ձեր պատկերացմամբ ոնց է ստացվում, այսինքն իրենք ինչ-որ բաներ են ստանում, մեթոդիկաներ են ստանում, որ հիմա արդեն պետք է էս անել, էս հրահանգներ անել, եւ իրենք հիմա սկսում են բացատրություններ, ոնց հիմա սահմանադրության վերաբերյալ Ալիևը պահանջ ունի, ասում պիտի փոխեք սահմանադրությունը, իրենք ասում են սահմանադրությունը մենք վաղուց էինք ուզում փոխենք, ուղղակի Ալիևը դա տենց կողքից ասել է։ Ես փորձեմ այս զրույցին օգտակար դարձնել իմ ունեցած համեստ փորձառությունը։ Ամեն երկիր, ոնց որ ասացինք, ունի իր անվտանգության դոկտրինը, հայեցակարգը, մարտահրավերները, սպառնալիքները, նույնպես էլ անվտանգության մարմինները, որոնք որ զբաղվում են այդ սպառնալիքները չեզոքացնելով, պլանավորելով գործոչը, դրանք այդ երկրների հատուկ ծառայություն, բոլոր երկրները դա ունեն։ Ադրբեջանն էլ ունի, չէ՞։ Թուրքիան էլ ունի, չէ՞։ Հիմա Ադրբեջանի հատուկ ծառայություններում, արտաքին հետախուզության ծառայությունում, ազգային անվտանգության, միայն Հայաստանով զբաղվող առանձին բաժին պիտի լինի, չէ՞, որտեղ իրանք գլխավոր անվտանգային սպառնալիքը Հայաստանն է, չէ՞։ Ամենամեծ ստորաբաժանումը Հայաստանն է։ Ասենք այնտեղ քո կարծիքով, օրինակ իմ կարծիքով առնվազն 25-30 աշխատող առնվազն կլինի։ Դրանք նորմալ մարդիկ են կրթություն ստացած գալստու։ Հիմա այդ տղամարդիկ առօրյա էլեմենտ հրաշում են գալստու կաբինետում են գործի, որ ինչ անեն։ Աշխատեն, չէ՞։ Ինչն է իրանց աշխատանքը։ Հենց այդ ամեն ինչը վերլուծելը եւ զեկուցագրերով ղեկավարությանը ներկայացնելը։ Հիմա 10 պատկերացրու 18 թիվն է, 19 թիվն է, չէ՞։ Հիմա ասում ենք Նիկոլ Փաշինյանը վաղ ՍԴ-ի դեմ արշավ սկսելու մտադրություն չուներ, Արադ Միրզյանը գնացել էր, ասում էր ՍԴ-ի։ Նույնակ հերքում էին, հա։ Հիմա այդ Արադ Միրզյանն էր ասում, Ադրբեջանի ԱԱԾ աշխատողները որ գնացել են գործի, ասում են մենք պիտի պատերազմական գործողությունով Արցախը վերցնենք, չէ՞, դա մեր երկրի գլխավոր նպատակներից մեկը։ Եվ վերցինք հետո ինչ պիտի լինի։ Պիտի պայմանագրի իրավական ձևակերպումը լինի, չէ՞, խոմենակ վերցնելով չի։ Հայաստանը դա պիտի պաշտոնապես նաև հանձնի։ Ցանկացած պայմանագիր ըստ Հայաստանի սահմանադրության պիտի վավերացվի, որ իրավական ուժ ունենա։ Վավերացումից առաջ սահմանադրական դատանը պիտի տա դրական եզրակացություն։ Եթե սահմանադրական դատանի եզրակացությունը բացասական է, ազգային ժողովը չի էլ վավերացնում այդ փաստաթուղթը։ Ուրեմն այդ օղակում առանցքային մարմիններից մեկը սահմանադրական դատարանն է։ Ու այդ անվտանգության ծառայության մայորը նայում է ՍԴ դատավորների կազմը։ Ասում Հրայր Թովմասյան, դա այդ որոշում կայացնող չի, Արվինա Գյուլումյան, դա կայացնող չի, Արևիկ Պետրոսյան, դա կայացնող չի, Աշոտ Խաչատրյանը կարելի է վրան աշխատել։ Այս մեկը, չէ՞, վերլուծում են, չէ՞։ Հիմա դնում են, չէ, ՔՎ չկա, 5 մարդ պիտի առնվազն կողմել այդ 9-ի մեջ իրանք 5-ը չունեն։ Ու խնդիր են դնում, ասում են պետքա առաջի քայլում սահմանադրական դատարանում իշխանությունը հակառակ դեպքում պատերազմն անիմաստ։ Եթե մենք պատերազմ անենք, պայմանագիրը գրեն ՍԴ-ն ասի պայմանագիրը սահմանադրության համապատասխանող չի։ Է պատերազմի իմաստը էլ ո՞րն է։ Մենք զոհ ենք, չէ՞ տալու պատերազմին։ Ժամանակագրություն ասեմ դες։ 20 թվին սահմանադրական դատանի process-ը սկսել է սահմանադրական փոփոխություններ։ Դատավորները նշանակվել են նոր կազմի այդ 3 հոգին։ Սեպտեմբերի 13-ին պատերազմը սկսել է սեպտեմբերի 26-ին։ 27-ի լույս 27-ի գիշերը։ Այսինքն այդ գործընթացը ավարտվել է, նոր պատերազմ սկսել է, որովհետև եթե դա չէր լինելու, պատերազմ սկսելու իմաստը անտեղ էր դառնում։ Հիմա այդ մարդիկ, որ սեպտեմբերի 20-ին գնացել են գործի, հիմա էլ են չէ՞ դում գործի։
Դրանք խո պարապ չէ, խո չեն դու կոֆե։ Հիմա նույնն էլ Կովկասյան մահմեդականների վարչության ղեկավարը Փաշազադեն այս եկեղեցու կաթողիկոսը գնաց Շվեյցարիա, մեծ համաժողով էր, որտեղ խոսեց Արցախի իրավունքներից։ Դրանից առաջ մի բան է, չի նոր։ Էլի բաներ եղել։ Մայիսի 22 Փաշազադեն հայտարարեց, Էդ եմ ասում, դրանից հետո առաջ մայիսի 22 Փաշազադեն ասեց, ոնց որ կաթողիկոսը հայերին դուրը չի գալիս։ Փաշազադեն նախ մայիսի 22-ին հայտարարեց, որ իրանք որոշում են կայացրել Էջմիածի եւ Երևանի ղաջատ ստեղծելու մասին։ Դրան Հայաստանի իշխանությունները չեն արձագանքել, Մայրաթորը մայիսի 23-ին հայտարարություն ա արել դրա կապակցությամբ։ Դրանից հետո այդտեղա մայիսի 23, ճիշտ է։ Մայիսի 26-27-ին վիապարը գնում է Շվեյցարիա իր խնդրանքով համաեկեղեցական համաժողովն ալում ելույթ ա ունենում։ Ելույթը հրապարակում են մայիսի 28-ին, մենք այդ օրն ենք նայել YouTube-ում ելույթը։ Մայիսի 29-ին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը ճուլան ասաց։ Աննա Հակոբյանը գրառումներ արած, ընդ որում այդ մանկապիղզներ բաներ, գրառումների մեջ ասած է Շվեյցարիաներում այդ ինչից եք խոսում, այդում հայրենադարձ Շվեյցարիաներում։ Հստակ ասելով էլի մոտիվացիան ինչից է։ Աննա Հակոբյանը գրել էր իր Facebook-յան գրառումներում կա։ Ու դրանից հետո սկսում է այս process-ը, հետո սրբազանների ձերբակալությունները, հետո եկեղեցու ամենամեծ հովանավորի ամենամեծ բարերարի ձերբակալությունը, այսինքն ֆինանսներն են նաև կպնում, հետո նաև մյուս հոգևորականի թիրախավորումը ու սենց հետո այս անտեր հարամը Սյոպան, որի միջոցով հիմա այս փուլն են իրականացնում։ Հա, այսինքն մենք արձանագրում ենք, որ կոնկրետ հրահանգներ են, եւ մենք բաց տեսնում ենք դա, այս ուրիշ Փաշազադեն դժվար թե անիմաստ։ Հիմա ասենք թե եթե այնտեղից փոշման են աստավի տանեն, մի օրում հետո Փաշազադեն, եթե հիշում եք, ուրիշ ելույթ էլ ունեցավ բացի։ Մաքուր գնացեց վերջերս, ասաց որ վեապարը հայ առաքելական եկեղեցին Ղաթարում է խաղաղության գործը։ Այո, հայ առաքելակերին սպառնալիքա տարածաշրջանի անվտանգության համար։ Դե հիմա սպառնալիքն ասում է, չէ, տարածաշրջանը պետք է խաղաղություն բերեն, լուծում է հիմա այդ սպառնալիքը։ Փաշազադեն, ասենք Ադրբեջանը մաքուր նորմալ կազմակերպված հին, եթե սրանք նոր թափթված դիկտատուրա են հաստատում, ընդ նորմալ ինստիտուցիոնալ տարիներով ձևավորված ասենք ընդ Փաշազադեն անկախ կրոնական Փաշազադեն կրոնական գործիչ էլ չի, վարչության պետական աշխատող է։ Հա, այդպես կարելի ասել, էլ իսկ Կովկասի մահմեդականների առաջնորդը դե Կովկասում էլ մահմեդականներ մենակ Ադրբեջանում են, այսինքն ինքը Ադրբեջանի ինչեն գրե Կովկաս, որովհետև Վրաստանում էլ կան ադրբեջանցիներ եւ այլն, որ ես ասեմ դասական իսլամի տեսանկյունից ինքը որևէ կարգավիճակ չունի այսօր։ Ոչ մոլայա, ոչ դուք ավելի լավ կիմանաք։ Խոսքով վարչության բան հատուկ ծառայության աշխատակից է։ Ինքը հա պետական աշխատող, այսինքն իրան մոտեցումները դա չի կարա պետության ոչ թե չի կարա տարբերվի, այլ ինքը ոնց որ Փաշինյանին ենք ասում հրանգավորումով աշխատում, ինքը ավելի Աղազարյան, լավ, մյուս կողմից մենք նկատում ենք, որ այս իշխանությունը հնարավոր բոլոր ձևերով տրորում է հայ ժողովրդի արժանապատվությունը, ինքնասիրությունը հայաստանցիների, նաև ինչու, այսինքն Արցախի ճանապարհը փակողներին բերում են որպես քաղաքացիական հասարակություն Հայաստան։ Այն բանն էլ Արեգ Քոչինյան, այնա կազմակերպ։ Հա, բայց հանդիպումը բանի հետ էր։ Անվտանգության աղքի հետ էր։ Հա, դե որտեվ Արեգ Քոչինյանը անվտանգության խորհրդի մամուլի խոսնակն ա եղել։ Ну հա, հիմա արդեն ոչ պաշտոնական երևի։ Սա ինչ, այսինքն անդադ ինչ են այս պրովոկացիաները անում։ Որովհետև կա վստահ իրենք գիտեն, չէ՞ ում են հրավիրել։ Չկա, հստակ ծրագիր է։ Մենք ու միամիտ մարդ չենք, մենք հետևում ենք, չէ՞, ամեն օրվա այս լրահոսին արդեն որ երրորդ տարին։ Իլհամ Ալիևը ինչ է հայտարարել։ Ասում է մենք գնալու ենք Երևան։ Դա հին պատմական ադրբեջանական քաղաք է, բայց պարտադիր չի որ մենք տանկերով ընդ գնանք։ Մենք ընդ պիտի գնանք սովորական ձևով։ Գալիս են։ Որտեղ այդ գալը ոնց անում, ասենք տանկերով չեն եկել, ինքնաթիռով են եկել։ Թե կարող են, չէ՞, ուրիշ ադրբեջանցիներ բերել, բայց ինչու հենց Արցախի ճանապարհը փակողները։ Դրա մասին եմ խոսում։ Հա, այդ էլ հատուկ են անում, որ այն ամենը, ասեն, եթե այդ մարդու գալը արդեն անվտանգ է իր համար, չէ, որովհետև միշտ ես դու ցանկացած մարդ մտածենք Ադրբեջան գնալը մեր համար վտանգ է, չէ՞, մենք չենք գնում, բացի դրանից որ իրենք չեն թողնելու։ Նաև մենք չենք մտածում որ արժի գնալ։ Նույնիսկ միջազգային միջոցառումներին բանի որ գնում են անվտանգության երաշխիքներն ելում, նամակներն ելում եւ հիմա այդ մարդիկ գալիս են, ըստ իրենք անվտանգության խնդիր չունեն։ Սենց որ գնա Արմեն Գրիգորյանը Սաֆարովին էլ մի օր կընդունի։ 100%, ինչ տարբեր։ Որպես խաղաղության։ Չէ, դա Փաշինյանն ասել է։ Հիշ 2023 թվականի օգոստոսին որ
հանձնարարական տվեց ԱԱԾ-ին ու պետեկամուտների կոմիտեին օգոստոսի 4-ին կառավարության նիստում, ասաց, որ ապահովեք ադրբեջանցիների մուտքը Հայաստանի տարածք ու դրանով տեղաշարժը դեպի Նախիջևան։ Հետո էլ իրանք այդ խաղաղության խաչմերուկի այդ քարտեզը որ սարքին դրին, դրանից հետո եղավ։ Ադրբեջանցիների բացառություն չկա։ Չէ, անցնելու մաս չէ, ասենք Արմեն Գրիգորյանը, այդ Քոչինյանը, Նիկոլ ընդունեն որպես խաղաղության կոնֆերանսի քաղաքացիական ակտիվիստ հիմա։ Ադրբեջանցիների մոտ քաղաքացիական ակտիվիզմը դրսևորվում է կացինով մարդ սպանելով։ Դե որովհետև ոնց կարող է չընդունել։ Որովհետև որ ասում են Ադրբեջանի քաղ հասարակության ներկայացուցիչներ, ասենք Ադրբեջանում քաղ հասարակության ներկայացուցիչ կենթանատեսակ բնության մեջ գոյություն չունի։ Ոչ թե քիչ են, հազվագյուտ են, կարմիր գրքում գրանցված։ Այդպես կենթանատեսակ ոնց որ հիմա ասենք դինոզավրեր չկան, տենց էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ Ադրբեջանում չկան, դա չի կարող լինի, այդ ուրիշ պետություն է։ Ընկերներ կան, որոնք օրինակ Վրաստանում մասնակցել են տարածաշրջանային կոնֆերանսների, որտեղ եկել են նաև ասում ամեն ադրբեջանցի հետ գալիս էր երկու իրանց հատուկ ծառայության աշխատակից։ Վերադասը, որտեղ եթե կոնել է հատուկ ծառայության աշխատակից, ուրիշ դեպքում ինքը չի կարող դե գնա։ Լավ, այս հիմա Փաշինյանը Հովանավանքում քաղաքական միջոցառում կազմակերպեց։ Չնայած եկեղեցիներում արգելված է քաղաքական միջոցառում։ Այո, դա հանրահավաք էր։ Ծնկի եկավ բանի առաջ, Ստեփան Ասատրյանի առաջ։ Իդեպ Ստեփան Ասատրյանը Ստյոպը 2019 թվականին Փաշինյանին անվանել էր ոչխար։ Գլոկ բաներ էլ ասել պաստորը։ Գլոկ բաներ ասել է։ Ժամանակին պաստորը գլոկ բաներ ասել։ Դա Փաշինյանի մոտ արժանապատվության զգացում չկա։ Լավ, էլի եկեղեցու վրա արշա, բայց կարող է գտնել մի ուրիշ հոգևորականի, որը իրան ոչխար չի ասել։ Ասենք պարտադիր է ինքնախարազանման։ Գտնելը դժվար է։ Ասենք հիմա ոնց գտնես, տես նայ, այս գործընթացի այս փուլից առաջ ինքը ինչ հայտարարեց, ասաց կառավարությունում խմբեր ենք ձևավորում։ Հա։ Այս եկեղեցու դեմ պայքարի համար, խմբեր։ Այդ խմբերի մեջ ընդգրկվելու չափանիշներ էր դրել։ Ու ինքը պիտի ստուգեր։ Այդ չափանիշներից էր, ասենք օրինակ, որ պիտի վերջին տարիներին պաս պահած լինի։ Բա ոնց էր ստուգելու։ Հենց այդ է, պասը դա նաև հոգևոր բաղադրիչից բացի սննդային էլ ունի։ Սննդային բաղադրիչը ստուգելու 3 ձև կա, անալիզի 3 տեսակ կա. արյան, մեզի եւ կեղտի։ Հիմա ինքը թե ոնց պիտի հոտոտեր, այդ ոնց պիտի պարզեր, բայց դա դրա ոչ մեթոդաբանությունն է ասում, ոչ բան է ասում։ Ասում է պիտի կարդացած լինեն Աստված, թե ոնց են կարդացել, բայց տապալվեց, օրինակ այդ խմբերը չձևավորվեցին։ Հետո ասած պետքա հոգևորականներ գան, միանան, այդ ոչ մի հոգևորական չէ, այսինքն այդ գործին մարդ մասնակից դարձնելը ինքը հասկացա, որ դա գործնականում անհնար է։ Հիշի, ասաց, որ պիտի գնանք Էջմիածնի կենտրոնական հրապարակում հավաք անենք, հետո գնանք ազատագրենք Մայր Աթոռը։ Բայց այդ հավաքը մինչև օրս չի կայացել։ Բայց մամուլում գրել են, որ ինքը ջանքեր է գործադրել, ասենք օրինակ հանձնարարել է Ջանքերն այս վերջին Հովանավանքի այդ քաղաքական ժողովից առաջ 10 օր հնարավոր բոլոր տեղերը իրենց պատրել են որ մարդ հավաքի։ Այո, իդոց չի ստացվել։ Հիմա նույնը Էջմիածնում, չէ՞, ասեք Էջմիածնում ընդ հիմնական ծանրությունը մնում է քաղաքապետ, մարզպետ, այդ համայնքային կառույցներ։ Հանձնարարումը գալիս են ասում են այ մարդ, դու մեզ ես հանձնարարել, մենք է գնացել ենք երաշտական դպրոցի դիրեկտորին ենք ասել, հենց ասում է Ռադետ Քաշի գնալը չի գալու։ Այնսկի արդեն իր դասատներին չի էլ ասում։ Հենց միանգամից ինձ կանչում եմ հիվանդանոցի գլխավոր բժշկին, ասում եմ պիտի գնանք, ասում եմ չեմ կարող, օպերացիա ունեմ, որովհետև մարդիկ հասկանում են, չէ՞, նույնիսկ ասենք ոստիկաններ կան, բան, որ հանձնարարություն, ասենք ասում եք դա կաթողիկոսին, ասում են լավ, մենք էլ ենք երեխական քեչ, չէ՞։ Ասենք ես դες գնում եմ իմ կաթողիկոսին, ձերբակալում եմ, նա պիտի կարգալույց արվել կաթողիկոս չլի, բայց նայա օծեն հոգևորականի, որ իմ երեխուն կնքել է, նշանակում է իմ երեխու կնունքը ես չեղարկում եմ, չէ՞։ Դրա Կարծոք ոստիկանները այդքան հոգևոր բաներ ունեն։ Դե այսինքն ինչքանը չնեն, գոնե ասենք թե եկեղեցու այն ոստիկաններ են, որոնք երաբլուրում հետ կապված արարողություններ կա։ Ես կարծում երաբլուրի են երաբլուրում ծնողներին բռնության ենթարկող զոհված ծնծարողների ծնողներին բռնության ենթարկողներ նախ պատրաստեն կաթողիկոսի։ Դրանք չեմ կարծում որ ընդհանրապես որևէ կրոնի դավանող են ինչ-որ արժեք։ Չասենք, բայց օրինակ մարդիկ կան, որ գոնե եկեղեցու հետ կապված են, ասենք գոնե մատաղի խաշլամային ուտում։
Դե հանեցին խաշլամաուտող Արամին Հա դե հանեն, բայց դե ասենք էլի մարդ կա որ կուտի։ Դե կերած։ Հիմա ասենք դեն ասում եթե իմ կերած խաշլաման արդեն օծած է էլ աղա օրնել են, ես կերել եմ, նշանակում է իմ կերածը հարանվում է այն վրա։ Չէ, կարա պարզ բաներով եմ, այլ չեմ ասում ավելի մեծ հոգևոր խորհուրդ հասկա։ Ու ձախողվել, այսինքն այդ Էշմիածի դեմ արշավներ չի ստացվել։ Հիմա ենք եկավ հարցած ասած, էթում ենք օանավան, հանրահավաքի է օանավանքում։ Դա չկայացավ։ Հիմա այն դրոնով նկարել են, չէ՞, նայում ես երևում է, որ ընդ մոտ մի մաքսիմում մի 1500-2000 մարդ հոլնի։ Մեծ մասը ոստիկանով ասենք իդենտիֆիկացված է նույնիսկ նկարներով, բաներով այդ իր պահպանության ծառայողները առանց տարբերանշանի սովորական քաղաքացիական նույնիսկ այն շլանգները չեն կախի հակաշների, որ չերևա որ անվտանգության աշխատողներ են, այսինքն օպերատիվ կապի իրանց մեջ նույնիսկ չեն արել, որ չգախնազերծ, բայց է պարզ երևում է դեմքի արտադրությունից էլ երևում է, չէ՞։ Ու այդ մարզպետներ, համայնքի օրինակ այն թալենի ոդկա ինքան է դմբո են, ասենք դից ասենք, այդքան է գցել ես հետևից այդ այնց քայլը գոնե ասա դու դիսկը գազ դու ավտոդ մի քիչ հեռու կանգնած։ Բայց գուցե հաշվում է թե ովի չկա։ Բա հենց այդ է էլի, բա թվականակի արդ։ Ինքը իմանա հետո ասի ինքը մտածում է որ ոչ միայն լրագրողներն են իրան նկարում, այլ նաև CPM-ը նկարում, որ տանեն իրան ցույց տան, տենա որ ինքը իր ասած թիվը բերել է։ Բայց Փաշինյանը կարծեք թե փախավ Հովանավանքից, ինչու որտեղ մի կին կար, ուզում էր ոտերն ընկնել, ինչ որ շնորհակալ անգամ չեմ անում, ոտերը ընդ բաներ են, դե Սուրեններ են եւ Պապիկյան, այն Գևորգը Պապյան հետևից Գևորգը բարձվեց ոչ միայն հետևից ցախ ոդկով Գևորգը բարձվեց ոչ միայն ֆեյք հանրապետական, այլ ֆեյք քրիստոնյա, հետևից ցախ ոդկով ցած խառը շարժումներ անում բան, ոչ խաչակնքվելու դե բարձա չի ասեմ, օրինակ այն Տավուշի մարզպետը դեմքին նայում ես ասում ես էսի կյանքում առաջին անգամ եկեղեցի եւ այդ օրն եկեն էլ ասել են գնա պատկերացնում ես Կիրակի օրը լինի Տավուշի մարզպետ Ղալոմյանը ծոմապահությամբ դե պատարակի գնալուց ծոմ պահես ծոմապահությամբ գնա նստի 3 ժամ պատարակի աղոթակից լինի մեղքերի թողության մասնակցի օրինակ են ես այսօր եմ ուզում գրել այն Սյոպայինը որ առաջարկում եմ դրան այդ նշխարք չտա Փաշինյանին դրա սիրած բանը հոտած մսի վրա 3 հատ ձու ջարդի սողնեպրտի ու ասեք դրա համար լավ կլինի Փաշինյանի համար առանց մի հատ ափսեով այդ ստանադի մնացորդների վրա 3 հատ ձու ջարդի պահի որ հենց գա այդ կերակրելու պահը լավաշի մեջ դες պատատի բա դրանը դες պետք է կերակրես թե չէ այնի դրան ոչ մի բան չի ան նույնը εμյուս մասնակիցները ու եթե մի բան էլ ասեմ նկատեք ԿՊ-ից գրեթե ոչ մի падգամավոր չէր գնացել անգամ Անրանին Քոչարյանը Ալեն Սիմոնյանը ասաց ես չեմ գնալու գխանց էր ասել որ չի գնալու նույնիսկ ասենք Արուծիկ աթեն խմել Արտուր Հովանեսյանը չէ ասենք որ լեզու կտրողական շու բասեք թե լավ կարողա պետք էր դե մատը մատաղարվեր ով էր անելու Բայց լավ դա ինչ է նշանակում բանվազան Արուծիկ աթեն խմել նույնիսկ իրանք են էլի վախեն օրինակ շատ մարդկա ասում է ես հավատացյալ չեմ օրինակ այն Արսենը Թորոսյան չէ ասում է ես ընդհանրապես կապ չունեմ ես ընդհանրապես հավատքի հետ կապ չունեմ դրա համար չեմ մասնակցում ինչ որ ցրում են էլի ապուշ խոյտի հանրավակ բան չի պատարակ չի որ մասնակցել հանրահավաք է չէ իսկ այստեղ տենց ստացվում է էշի տեղ են դնում Փաշինյանը հա ցրում են էլ արդեն կամաց ցրում են լավ բաղազը գանք քաղաքական մի գործընթացի որի նախաձեռնողները դուք եք impeachment չէ դե ես չեմ սահմանադրությունն ամ ոչ ինչ եք նախաձեռնել impeachment-ը չէ ես ոչ թե նախաձեռնել եմ այլ կա սահմանադրություն հիմա նախաձեռնողը ով է նախաձեռնողը ազգային ժողովի 34 падգամավորն են մեզ պահին ովքեր որ նախաձեռնել երրորդ նախագահ ասում է որ իրանք չեն նախաձեռնողները ոնց իրանք չէ նախագահը չի նախագահը ասում է պատիվ ունեմը չի նախաձեռնողը դուք եւ Նարեկ Մալյանն եք չէ մի րոպե ամենը չէ շատ հստակ տրամաբանություն է Չէ ուզում հասկանամ եթե նախաձեռնողը ընթացքից գանք ինչի ուր ենք հասել հարցը տվես է պատասխանում եմ էլի խոսքը ամեն ինչը ինչ որ եղել է եւ ինչ որ լինելու է բաց հրապարակային է ոչ մի գաղտնի բան չկա էլի որ հիմա ես դες բայից կարամ ուղղակի ժամանակակցություն իրավական վերլուծություններ կա Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը որը նախատեսում է վարչապետին անվստահություն հայտնելու ինստիտուտ եւ կա դրա իրավական հիմքերը որն է որովհետեւ կառավարությունը դա հաշվետու ազգային ժողովի միակ ընտրված մարմին ազգային ժողովն է ազգային ժողովի վերահսկի կառավարությանը եւ եթե կառավարությունը իր ծրագիրը չի հաստատում ազգային ժողովի կառավարությունը անվստահ այդ գաղափարի հեղինակը ես չեմ ոչ մեկը չի դա Հայաստանի սահմանադրությունն է
Ես որպես Հայաստանի քաղաքացի 2022 թվականի օգոստոսի 23-ից երբ որ առաջացել էր դրա իրավական հնարավորությունը, իսկ անվստահություն կարելի է հայտնել վարչապետի նշանակելուց 1 տարի հետո, իսկ 1 տարին լրացել էր 22 թվականի օգոստոսի 2-ից, ես դիմում եմ ազգային ժողովի պատգամավորներին, իմ հրապարակային գրեթե բոլոր հարցազրույցներով, ելույթներով, գրառումներով ասում եմ նախաձեռնեք վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Ցավոք սրտի ոչ մի պատգամավոր 2022 թվից մինչև 2025 թիվը իմ այդ խնդրանքը, հորդորը, առաջարկը չի լսել։ 2000 միշտ հիմքերը եղել են, միշտ հիմնավորումներով ներկայացրել եմ։ 2025 թվականի ապրիլի 29-ին ես Արթուն ենք շարժման անունից, իսկ Արթուն ենք շարժման մեջ ոչ մեծ թվով մարդիկ կան, այսինքն դա այդպես մեծ հասարակական ժողովրդական շարժում չի էլի, որ դες խելքից մի մոտարապես երևի մի 10-15 մարդ է նախաձեռնությանը միացես, ստեղծե, ու երևացող հրապարակային դեմքերը եղել են ես, Նարեկ Մալյանը։ Նարեկը ստանձնել է, ասենք, որպես հանրային տեղեկատվության տարածման պատասխանատվությունը, ես նաև բովանդակային մասի հաշվի առնելով, որ ի սկզբանե գաղափարը ներկայացման 22 թվից ներկայացում։ Ու մենք նամակներ են գրել ազգային ժողովի բոլոր 107 պատգամավորներին, որ իրենք սկսեն վարչապետին անվստահություն հայտնելու մեր նամակները գրելու պահից ոչ մի պատգամավոր էլի չի սկսել նախաձեռնություն։ Անցել է որոշ ժամանակ Հայաստան խմբակցությանապես ասած, եթե չլող բանա մենք դրա հետ կապ չունենք ունենալու։ Պատիվ ունեմ նել ասած գաղափարը վատ գաղափար չի, բայց մենք տեխնատու չունենք ու չսկսեցին։ Հետո ավելի ուշ պատիվ ունեմ խմբակցության 6 պատգամավորները։ Իդեպ Հովիկ Աղազյանի եւ Հակոբ Ասլանյանից հետո առաջինը ըստ էության նախաձեռնություն անվստահություն ցուցաբերել են Հովիկ Աղազյանը ու Հակոբ Ասլյանը մեր նամակները գրելուց հետո։ Դրանից հետո սկսել է երկրորդ նախաձեռնությունը պատիվ ունեմ խմբակցության 6 պատգամավորներով, որին հետագայում սեպտեմբերի 26-ից միացան նաև Հայաստան խմբակցության մյուս 28 պատգամավորներ։ Եվ այս պահին մենք դրանից առաջել էին միացել իրենք ասում են։ Չէ, դրանից ասելով չի։ Հիմա օրինակ ստորագրել էին մարդիկ։ Հիմա ես կարամ ասեմ, որ չեն միացել։ Չեմ կարող ասեմ, որտեղ միացել են։ Իսկ մինչև այդ չեն միացել։ Հիմա են միացել, հիմա էլ ասում ենք, որ միացել են, լավ է։ Հիմա եթե միացել են, նախաձեռնության հեղինակը դառնում են ոչ թե ես, որ իրենց նամակ եմ գրել, այլ նրանք, ովքեր որ ստորագրել են այդ նախաձեռնությունը։ Հիմա նախագահի խոսքը մենք ոնց հասկանանք։ 34 պատգամավոր։ Նախագահի խոսքը մենք ոնց հասկանանք։ Ինքը ասում է նախաձեռնողները մենք չենք, պատգամավորները չեն, այլ այն մարդիկ են։ Ես կարծում եմ այն տրամաբանության անուններ չտալով ըստ էության հղումանելով ձեզ։ Ասած հետևեք այդ մարդկանց Facebook-յան էջերին։ Տրամաբանությունը հետևյալն է, քանի որ գաղափարի առաջ մղման իմաստով, օրինակ ես կարծում եմ, որ շատ վատ է, որ ես նստել եմ 107 պատգամավորի նամակ եմ գրել։ Թեկուզ պատիվ ունեմ խմբակցության այդ 6 պատգամավորները, նրանք չպիտի սպասեին, որ ես նամակ գրեմ, ելույթ ունենամ։ Այդ չսպասեցին միացալ, լավ, հիմա ուր եք հասել։ Ուր եք հասել։ Հիմա այս պահին փաստացի 34 պատգամավոր այդ նախաձեռնությանը միացել է։ Հայկ Մամեջյանը հայտարարեց, որ ինքը հանդիպում ունեցել Հովիկ Աղազյանի, Հակոբ Ասլյանի հետ, եւ նրանք ասել են, որ իրանք խոչընդոտ չեն ստեղծել, այսինքն բայց չեն էլ օգնում։ Այո, չեն էլ օգնում, այսինքն նրանց վրա ես կարծում հիմա այտենց խոչընդոտ ԿՊԱ-ականներն էլ չեն հանդիսանում, ինչ են արել որ ձեռները Ես կարծում եմ, որ այս պահին ճիշտ է կոնկրետ թիրախային պահանջել, որ Իշխան Զաքարյանը եւ Գեգամ Նազարյանը կամ միանան նախաձեռնությանը կամ մանդատները վայր դնեն, որովհետեւ նրանք իրավունք նրանք այդ անդիմադիր քվոտայով են դառը եւ իրանց այդ անկախ падգամավորներն նաեւ համնարության խախտում, որովհետեւ համնարությամբ պարլամենտի 1/3 անդիմություն լինի։ Ոնց պիտի դնեն։ Ոնց են դնում։ Աղազար, երբ Արթուր Վանեցյանը ոնց է իրում։ Երբ որ ներողություն Էդգար Ղազարյանն ասում, Իշխան Զաքարյանը, դուք եք հանդիպել եք միտեղ իրար։ Իշխան Զաքարյանը երբ որ հեռացավ պատիվ ունեմ խմբակցությունից, ես էլի պիտի մի փոքր անհամեստություն անեմ, միակ մարդը ես եմ եղել, որ այդ թեման ուշադրության կենտրոնում եմ, բայց անդադ ասել եմ, պատիվ ունեմը քաղաքական գնահատական տալու է սրան, որովհետև մարդիկ չեն տվել Իշխան Զաքարյանին ձայներ, մարդիկ տվել են Արթուր Վանեցյանին, Սերժ Սարգսյանին, ովքեր Քարոզարշավը վարել են։ Անհատներն չէ, իրենց կուրսավը հայրենի կուսակցության։ Հա, ձայնը տվել են իմանալով, որ քաղաքական պատասխանատու Իշխան Զաքարյանին, որը մեկը ձայն չի տվել, անգամ Իշխան Զաքարյանին չեն էլ տա երևի թե կամ եթե Իշխան Զաքարյանը այնտեղ չլիներ, կարող ավելի շատ տային։ Հիմա քաղաքական գնահատական չտվեցին։
Այդ ընթացքում ավելին ասեմ, պատիվ ունեմ խմբակցության ղեկավարը Հայկ Մամիջանյանը 2022-ին թե 22-ին ասել է մենք ունենք գործընկերային հարաբերություններ Իշխար Զաքարյանն։ Այդ չեք տեսնում, որ սա օրինակ ծառայեց, որ մի հատ էլ Գեգամ Նազարյան ծլի են արանքից։ Այսինքն սա չեմ կարծում, որ տենց Գեգամ Նազարյանը ոգևորված չէ, ոգևորված չէ։ Բաբանի Զաքարյանի ոգևորվածության հարցը չի, բայց մենք հասանք նրան, որ մարդիկ կարող են մի մանդատով ստանալ քվե, խորհրդարանում լրիվ ուրիշ օրակարգ սպասարկել։ Ձեր թեզի այդ մասի հետ, որ նա եթե խաղապարական ընդհանրություն չունի այն թիմի հետ, որի դաշինքի ցուցակով ինքը ընտրվել է, ինքը պիտի մանդատը վայր դնի եւ դուրս գա խորհրդանից։ Առավել եւս ինքը, որը սկի падգամավորի շնորհքել չկա վրան, էլի։ Ոչ նիստերիա գնում, ոչ հանձնաժողովի նիստերիա գնում, ոչ ելույթներով հանդես գալի, ոչ օրեսդրական։ Այսինքն падգամավոր ի՞նչ է, падգամավորը ասենց երկնքում սավառնող հրեշտակ խոչի։ Փոխարինը Արայիկ Հարությունյանն է հաճախ միջոցառումներ։ Տեղակալն Արայիկ Հարությունյանի փաստացի, ասենք ջերմուկի ցեխերի մեջ կազմակերպում են ձմեռային խաղեր, որին մասնակցում են տարբեր մարզերի համահայկական միջոցառում է, ձնագնդի առաջնություն է կազմակերպել, միլիոններ են կերե։ Հիմա ես էլ ասում եմ, ուզում ես դառնաս Արայիկ Հարությունյանի տեղակալ։ Գնա մանդատդ վայր դիր, գնա։ Ոնց եք ասելու, եթե այն առաջին քայլն էր։ Հիմա Գեգամ Նազարյանի արածը, Գեգամ Նազարյանի արածը առանց անգամ Նիկոլ Փաշինյանին էս վերջերս պաշտելու, առանց դրա էլ անբարոյական էր, որովհետև դու ուրիշ օրակարգով, ուրիշ ֆրակցիայի կազմում ստացել ես մանդատ։ Դու իրավունք չունես ֆրակցիայից դուրս գաս մանդատդ պահես։ Հիմա եթե այդ գնահատականը չի լինում, հիմա ո՞նց եք ստիպելու, ասեք ինչ են ասել։ Մարդիկ ասել են գործընկերային հարաբերություններ։ Քանի որ դա իրավական բաղադրիչ էլ ունի, այսինքն պարլամենտի 1/3-ը պիտի լինի դիմություն, եթե սրանք դառել են իշխանական падգամավորներ, այլևս մենք 1/3 պարլամենտում ընդդիմություն չունենք իրանց վարկագծի։ Դա կարա սահմանադրական դատանում էլ վեճի առարկա լինի, իրավական խնդիր էլ կարա լինի։ Բացի դրանից, ասենք ես հիմա ո՞նց եմ ԱՌԿՊ դրանց, չէ՞։ Հիմա Հայաստան խմբակցությունը ունի 34 падգամավոր, 28 падգամավոր։ Այդ 28 падգամավոր առավոտի ցիրիկում դի Գեգամ Նազարյան օրհնեն։ Բոլորը շան լապ թափի դրա գլխին։ Այսինքն նա պետք է sense հանգիստ կոմֆորտ միջավայրում փորը չտնկի գանստին դե էլի։ Նա պետք է հասկանա, որ այդ ինչ որ ինքը անում է, դա նաև մյուս падգամավորի հասարակության կողմից անընդունելի է։ Իրան պիտի ասեն կամ միանում ես այս նախաձեռնությանը, որի մենք բոլորս ենք, կամ մանդատը ուզում ես լնես Նիկոլ Փաշինյանի աշխարհական տեղակ խորհրդական, քսմսվես իրան։ Գնա դու ինքը քեզ նշանակի իրան խորհրդական, քսմսվի։ Մեր այդ գործ չունես, դու ո՞նց ես ընդդիմադիր։ Այդ դա ասում եմ, դա եւ պատիվ ունեմ պատասխանատվության հարցն է Իշխան Զաքարյանի պարագայում, ես ընդունում եմ այդ ասածը, որ ի սկզբանե դա այդ խնդիրը դրվեր։ Եվ նաեւ հիմա Հայաստան խմբակցությունից այս գումարման ազգային ժողովում 10 падգամավոր մանդատը վայր է դրել։ Հիմա բա Գեգամ Նազարյանը ինչ պիտի չդնի։ Արթուր Վանեցյանը պատիվ ունեմ խմբակցությունից իր մանդատը վայր է։ Չէ, ասում է ես որոշակի անհամաձայնություն ունեմ, մարդը բա իր մանդատը վայր է դրել, դրա փոխարեն մի ուրիշը դառել է падգամավոր։ Բա Իշխան Զաքարյանը այդ ինչ նվեր էր սովետական միլիցիայի նվերը Անտառամեջ գյուղի հասարակությանը։ Դա հանի ճամփ է։ Այդպեսին ո՞նց են ճամփելու։ Չէ, ասում եմ ո՞նց են ճամփելու, էլի դրա համար պետքա դրա հիմիսկի իրանց ցավոք սրտի դրա համար պետք է քաղաքական դաշտում լինեն սկզբունքներ։ Հիմա ես կարծում եմ, որ հիմա անվստահության գործընթացից եկավ էս մարդկանց մասին նաև խոսալը, նրանք պետքա կամ միանան կամ մանդատը վայր դեն։ Այդ դեպքում մենք ինչ ենք ունենում։ Իհարկե, այդ դեպքում էլ չպետքա process-ին իրավական իմաստ հաղորդել, որ չտապալվի, այսինքն, բայց ստացվում է, որ արդեն իրավականի հնարավորությունը կա։ Հայաստան խմբակցությունը ասել է ողջամիտ ժամկետ է։ Չէ, դե Հայաստան խմբակցության հայտարարությունը անկեսած շատ խոցել են մայիսի 2-ից։ Ինչ է ողջամիտ ժամ։ Ումից են պահանջում այդ ողջամիտ ժամ։ Նախաձեռնության հեղինակը արդեն իրանք է։ Նախաձեռնության հեղինակը ասում մենք չենք։ Սա մեկ, երկրորդը նախաձեռնության հեղինակ։ Ասելով չի, էլի, ազգային ժողովում գնահատական այդպես ասում մենք չենք, մենք միացել ենք։ Ես էլ ասում եմ խոցել է իրանք։ Եթե իրանք ստորագրել են արդեն նախաձեռնության համահեղինակ։ Հիմա ազգային ժողովը հասկացա, ձևակերպում այսպես քաղաքական պատասխանատուն պատիվ ունի ու պատիվ ունեմը ընդունել է, որ իրանք քաղաքական քաղաքական պատիվ ունեմը իրամ ասում։ Հիմա եթե իրանք միացել են, արդեն իրանք էլ են պատիվ ունեմի մաս հանդիսացող հանրապետական կուսակցության անդամները հայտարարում են հետևյալ, ասում են ԿՊԱ-ականները պատրաստ են միանալու, այ Հայաստան դաշինքը չի միանում, համահանում է։ Լավ։ Հանրությունն էլ, մի րոպե, հանրային կարծիքն էլ ստիպեց,
ճիշտ ձևա։ Հարցս ավարտեմ, բառացեմ ձևակերպում դա։ Չես էլ ասում եմ, էլ ինչա։ Հանրային ճնշումն էլ բերեց նրան, որ այն ստորագրությունները, որ Հայաստան Դաշնակցությունը մենք 4 ամիս առաջ տվել ենք, խորհրդարանական այդ լսումների ժամանակ իշխան Սաղաթելյանը ասաց, ահա, ստորագրությունները եղան։ Լավ դուք չեք քաղաքական պատասխանատուն, բայց դուք նաև որպես գաղափարի հեղինակ այն հարցադրումները, որ անում եք Հայաստան Դաշնքին, լավ եք անում, որ հարցեր եք տալիս, ճնշում եք, պատասխանել եք պահանջում։ Բոլորին։ Բա ինչի պատիվ ունեմ չեք ասում, հարգելի ներողություն, հարցը։ Հարգելիներս, բա այդ որ ասում եք Հայաստան Դաշնքը միանա, ԿՊ-ից արդեն միացողներ կան։ Բա ուր են այդ ԿՊ-ականները։ Հիմա մատ այն ճշտում անեմ, որովհետև դե պարզ է, չէ, որ այս այդ գործընթացին ինչ ուշադրությամբ եմ հետևում, բոլոր հայտարարությունը եւ այլն։ Պատիվ ունեմ մի մոտեցումը Հայկ Մամեջյանի, որ ասում է ԿՊ-ի հետ աշխատելու, ասում է դա անիմաստ է, քանի ընդդիմադիր մյուս խմբակցության падգամավորները գործընթացի չեն միացել, այսինքն եթե հենց Հայաստան Դաշինքը չի միացել վարչապետին անվստահություն հայտնել, ո՞նց էս մտածում առհասարակ, որ կարելի է գնալ ԿՊ-ի որևէ Մամեջյանի խոսքը չէ մեջբերում։ Դե հիմա ես ասում եմ մեջբերում էի հանրապետական խորհրդի անդամ Քաղաքական խորհրդի անդամ Մարգարիտ Եսայանի խոսքը։ Դե հիմա Մարգարիտ Եսայանը որոշում կայացնող չի, որոշում կայացնող падգամավորներն են։ Հիմա այդ պատիվ ունեմ խմբակցության ղեկավարը Հայկ Մամեջյանն է։ Իր ասացի տրամաբանությունը ես մինչև հիմա որ հասկացել եմ հետևյալն է, որ իրան նախաձեռնությունը հեղինակել են, ասացիպես ընդունել են դրա քաղաքական պատասխանատվությունը, եւ որպեսի որոշումը կայացվի, գնալով պիտի շատ падգամավորներ միանան դրան, չէ՞, մինչև առնվազն 54-ը հասնի։ Հիմա ասում եմ, եթե այլ падգամավորների հետ մենք պետք է քննարկումներ ունենանք, դա ակտուալություն դեռևս չի ունենա բովանդակություն, քանի դեռ ընդդիմադիր խմբակցության падգամավորները դրան չեն միացել։ Ու այդ ամենի արդյունքում այսօր մենք ունենք փաստ, որ Հայաստան խմբակցության բոլոր падգամավորները եւս միացել են դրան։ Հիմա եթե միացել են, ինչ պիտի անի տրամաբանությամբ, արդեն միացած, եթե падգամավորը միանում է նախաձեռնությանը, դա ոչ թե դառնում է Էդգար Ղազարի նախաձեռնություն, որը հասել է այդ հաջողություն, ոչ։ Արդեն նախաձեռնության համահեղինակը ինքն է։ Պարոն Ղազարյան, երրորդ նախագահը ասում է հեղինակը նախաձեռնության, նախաձեռնողները այս մարդիկ են, դուք եք։ Դա ճիշտ ասում, որովհետև նամակը դե մի ասեք, արդեն պատրոնները դարձան նախաձեռնող։ Ես նամակի հեղինակն եմ, որ իրանց ասում եմ, սկսեք անվստահություն հայտնելու։ Իրանք կարա նաև չսկսեն, չէ՞։ Իրանք նաև չսկսեն, չէ՞։ Անվստահության գործընթացի։ Անվստահությունը ինչ։ Լավ, հիմա ձեզ հետաքրքրում է։ Ես ապրիլի 29-ի նամակ եմ գրել, ասում եմ, սկսեք անվստահության գործընթացը։ Ով որ սկսում է, ինքն է դառնում նախագծի տերը։ Հեղինակը ՀԿ խորհուրդը, ԿՊ խորհուրդը չի, որ շուն ու շանգալ են դեղ հավաքված լինի։ Նորմալ մարդիկ են հավաքված։ Հիմա Մարգարիտ Եսայանը պետք է գնալ ասել, տիկին Եսայան կամ հարց տվեք հրապարակ։ Ուր են այդ ԿՊ-ականները։ Վստահաբար մերկապարանոց չի եղել այդ հայտարարությունը։ Իսկ եթե մերկապարանոց ա եղել, լավ, ումա պետք է գործը։ Ես գործընթացով հասանք դրան, որ ընդդիմադիր համայնքապետ Դավիթ Համբարձումյանը դարան կալանքի։ Սա էր պետք։ Չէ, դա դրա հետևանքը չի, իհարկե Նաև դրա հետևանքը։ Նաև ասեմ, որ մենք չմոռանանք, որ հիմա բոլոր ազդեցիկ համայնքի ղեկավարները, ովքեր որ ազդեցություն են իրանց համայնքում, 26 թվականի ընտրություններին ընթառաջ կամ գնդակահարում են կամ ձերբակալվում են։ Հիմա Վարդան Ղուկասյանն էլ խով բան չէր, վարչապետի թերքնածու չէր, կամ գնդակարել իշեցի, որ Արադ Միրզյանն էր ասում, որ իր ընդդիմադիր եղած ժամանակ ընդդիմադիրներին սպանում է։ Բայց ես հակառակն եմ հիշում, որ իրանց իշխանության ժամանակ ինքն էր գրեթե սպանվում։ Այո։ Լավ, հիմա հարց չունեք դուք ՀԿ խորհրդի հարգարժան անդամին, որ ՀԿ խորհրդի անդամների հետ ես գործ չունեմ, եթե իմպիչմենտի գործընթացի տերերը падգամավորներ, նրանք ովքեր ունեն падգամավորի կարգավիճակ, որոնց թվում են նաև ՀԿ ոչ միայն խորհրդը, այլև գործադիր մարմնի անդամներ։ Երևի լավ ՀԿ-ականներին հարցրեք, падգամավորներին, ուր են ՀԿ-ականները։ Ես ոչ միայն հարցնում եմ, այլև հիմա ակնկալում եմ, որ եւ իրենք այդ падգամավորները եւ ՀԿ գործադիր մարմնի անդամ ազգային ժողովի падգամավորները եւ Հայաստան խմբակցության մյուս բոլոր այն падգամավորները 34 հոգին, ովքեր ստորագրել են այդ նախաձեռնության տակ, դարձել են դրա համահեղինակ, պետք է իրանց նախաձեռնությունը առաջ մղելու քաղաքական ջանքեր գործադրել։ Բոլորը միած, եթե իհարկե իրանք ուզում են վարչապետին անվստահեն։ Վերջին հարցը պարոն Ղազարյան, եթե այս գործընթացը գնում, իհարկե բոլորս կուզենք, որ Նիկոլ Փաշինյանը այսօր ազատի վարչապետի պաշտոնը, որովհետև ցանկացած օր խնդիր է իր պաշտոնավարման, բայց ենթադրենք չի ստացվում impeachment-ը։ Գնում ենք ընտրությունների։ Դուք որպես քաղաքական գործիչ մասնակցելու եք ընտրություններին։ Կարծում եմ, որ ոչ, այս պայդրությամբ
Որտեղ եթե Նիկոլ Փաշինյանն ամնալու վարչապետ, դա ընտրություն չի լինելու, որ դու մտածես դրան մասնակցես թե չէ, դա իշխանազավթում ալնելու։ Իդեպ ես 21 թվականի ընտրություններն չեմ մասնակցել, 18-ին էլ չեմ մասնակցել։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Ղազարյան հետաքրքիր զրույցի համար։ Այո, իհարկե իմպիչմենտի հետ կապված ավելի շատ հարցեր կան խմբակցության падգամավորներին, որոնք նախաձեռնողներն են։ Ես իհարկե այդտեղ չեմ կիսում ձեր տեսակետը, որ չնայած օրենքով այդպես է, իրանք են նախաձեռնող նաև, որ Հայաստան դաշինքը նախաձեռնող է, բայց դե Ես քաղաքացիական նախաձեռնության հեղինակն եմ, որ այդպիսի գործընթացը մի խոսքով դուք եք կրակը գցել падգամավորներին։ Չէ, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ պարոն Ղազարյան։ Ես շնորհակալ եմ զրուցումը Էդգար Ղազարյանից, տեսություն կհանդիպենք։